Լորվա մշակույթ նախագծային աշխատանքների շնորհանդեսը, որը կազմակերպվել էր Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցում, իդեմս դպրոցի տնօրեն Անահիտ Ոսկանյանի իր շուրջն էր միավորել դպրոցականներին, ուսուցիչներին, ծնողներին, համայնքապատկան կառույցներին եւ մշակութային կազմակերպություններին ներկայացնելու Լոռու տարածաշրջանի հարուստ ժառանգությունը։ Ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Անահիտ Ոսկանյանը եւ Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Խումաշյանը։ Նախագիծը Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի նախաձեռնությամբ կրթական ծրագրի յուրահատուկ մեկնաբանություն է, որի շրջանակում դպրոցը վերածվեց մշակութային թանգարանի։ Ներկայացված էին տաղավարներ պատմությունից, բանահյուսությունից, Լոռվա խոհանոցից, արևածին հասարակական կազմակերպության ձեռագործ աշխատանքներից։ Միջոցառման շրջանակում անցկացվեց նաև կավի տան վարպետաց դաս։ Իրենց տաղավարներն ունեին նաև Հաղպատի եւ Շնողի միջնակարգ դպրոցները։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այս ուսումնական տարին հայտարարել է մշակութային տարի, որն էլ առիթ դարձավ այս նախագծային աշխատանքի իրականացման համար։ Միջոցառման մասնակիցներն Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի, Շնողի եւ Հաղպատի միջնակարգ դպրոցների աշակերտներն ու ուսուցիչներն էին, ովքեր յուրովի ներկայացրեցին իրենց նախագծային աշխատանքները, մեծ տպավորություն թողնելով հյուրերի վրա։ Միջոցառման ողջ ընթացքում հյուրերը շրջում էին տաղավարներով, զրուցելով աշակերտների հետ, դիտելով ձեռագործ աշխատանքները։ Ալավերդի համայնքի ղեկավարին հետաքրքրեց նաև կազմակերպության գործունեությունը, հատկապես ալավերդցի երեխաների ներգրավվածությունն այս ոլորտում։ Հաջորդ տաղավարում հյուրերը ծանոթացան մեկ այլ ձեռագործ աշխատանքների հետ, որոնցում զետեղված էին Լոռու մարզի պատմամշակութային վայրերն ու պատմական հուշարձանները։ Դրանք այնքան հետաքրքրեցին հյուրերին, որ նրանցից յուրաքանչյուրն իր հետ մի հուշանվեր վերցրեց։ Համայնքի ղեկավարը նույնպես նվերներ ստացավ։ Լոռվա խոհանոց տաղավարից տարածվող բույրն անմասն չթողեց հյուրերին։ Խոհարարի մասնագիտություն ընտրած աշակերտը պատրաստեց ավանդական եղուջիլ կոչվող ուտեստը։ Համայնքի ղեկավարը հատկապես կարևորեց աշակերտի ընտրած մասնագիտությունը, նշելով, որ դրա պահանջարկն Ալավերդիում իսկապես կա։ Այնուհետև հյուրերը ծանոթացան Շնողի միջնակարգ դպրոցի տաղավարի ներկայացրած տեխնոլոգիական հնարավորություններին, որոնց միջոցով շնորհալի աշակերտները պատրաստել էին խաղեր ու հետաքրքիր համակարգչային ծրագրեր։ Լոռու մարզը ներկայացնող իրենց աշխատանքներով հանդես եկան նաև Հաղպատի միջնակարգ դպրոցի աշակերտները։ Միջոցառումը ժողովրդական երգերով ու գործիքային կատարումներով էլ ավելի տոնական դարձրեցին Ալավերդու գեղարվեստական խմբերը։ Ռիթմիկ պատկերներով հանդես եկան Ալավերդու դհոլահարների սաները, հնչեցին ժողովրդական երգեր լազուր ժողգործիքների համույթի, ինչպես նաև Ալավերդու երգի թատրոնի մասնակիցների կատարմամբ։ Ժողովրդական երգեր պատրաստել էին նաև դպրոցի սաները, որոնք ուղեկցվեցին Ալավերդու Պարի թատրոնի պարային կատարմամբ։ Լոռվա մշակույթ նախագծի շնորհանդեսը միտված էր խթանել սովորողների հետաքրքրությունը սեփական մշակույթի նկատմամբ, ձևավորել ստեղծագործ ու նախաձեռնող սերունդ, հաստատել դպրոց-համայնք համագործակցության նոր որակ։ Ներկաները եւ հյուրերը հանձինս համայնքապետի բարձր գնահատեցին դպրոցի այս նախաձեռնությունը, կարևորելով աշակերտների ներգրավվածությունն ու նրանց հետաքրքրությունը Լոռու մարզի նկատմամբ։ Միջոցառման բոլոր մասնակիցները դպրոցի տնօրեն Անահիտ Ոսկանյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով իրենց համագործակցության, գերազանց ու հետաքրքիր աշխատանքների ներկայացման համար։ Պատվոգրերով պարգևատրվեցին միջոցառման կազմակերպիչները, տաղավարները ներկայացնող բոլոր մասնակիցները, ուսուցիչներ, աշակերտներ։ Հիանալի այս նախաձեռնության համար պարգևատրվեց նաև դպրոցի տնօրեն Անահիտ Ոսկանյանը։ Եվ էլ ինչ Լոռու մարզ առանց իրեն բնորոշ հյուրասիրությամբ։ Հենց դպրոցի համապատասխան աշխատակիցների կողմից պատրաստված ամենատարբեր քաղցրավենիքներն ու յուրահատուկ ուտեստներն անտարբեր չթողեցին եւ ոչ մեկին։ Նմանօրինակ միջոցառումներն իսկապես անգնահատելի են։ Հնարավորություն տալ ներկայանալ աշակերտներին սեփական աշխատանքներով իսկապես ողջունելի է։ Իսկ այս շրջանակում Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի կողմից նախաձեռնված այս միջոցառումն իսկապես արժանի է գովասանքի։ Սալմե Ոսկանյան, հայկական արձագանք։